Այսօր օկտեմբերի 21-ը օրը ուրբաթ եթերում Խոստով հեռուստաընկերության կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է բարի երեկո։ Օրերս Մոսկվայի պրեզիդենտ հոթելում կայացել է Ռուսաստանում ապրող Սյունիքի խնդիրների լուծմանը միտված հայկական կազմակերպության հիմնման արարողություն։ Կազմակերպության նախագահ է ընտրվել Գագիկ Մելքոնյանը, որը ի հպարտություն Կապանի տարածաշրջանի ունի ճակատեն գյուղի ակունքներ։ Ռուսաստանում Սյունիքի կազմակերպության ստեղծման մասին վաղուց էր խոսվում, սակայն մարզի դառն ու ցավին դարման լինելու պատրաստական կազմակերպություն ստեղծելու բոլոր փորձերը ապարդյուն անցան։ Մինչ կառույցի ստեղծման հանձնառությունը չստանձնեց մեր հայրենակից Գագիկ Մելքոնյանը, որը մեզանում առավել հայտնի է ճակատենցի Գագո անվամբ։ Պատահական չէ, որ կազմակերպության հիմնադիր ժողովը կայացավ Հնդկաստանի պրեզիդենտ հոթելում։ Ծանրակշիռ դահլիճը ինքնին նշում էր, որ Սյունիքի համար ստեղծվում է կարևոր նշանակություն ունեցող կազմակերպություն, որը հանդեմ կառնի ոչ միայն հայրենակիցներին Ռուսաստանում աջակցելու և անվտանգությունը ապահովելու գործառույթներ, այլ նաև հայրենիքում կաջակցի իրականացնել տնտեսական ծրագրեր և սոցիալական նախաձեռնություններ։ Կառույցի հիմնման համար Գագիկ Մելքոնյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր կազմկոմիտե, որն հրավիրել էր Կապանի, Սիսիանի, Գորիսի և Նեղոյի տարածաշրջաններից սերվող Ռուսաստանում ապրող այն հաջողակ տնտեսվարողներին, որոնք պատրաստական են և կարող են օգնության ձեռք մեկնել հարազատ օջախների։ Հիմնադիր համագումարի մեկնարկը ազդարարեց կապանցի Վաչե Ներսիսյանը։ Այն նվիրված է Ռուսաստանում ապրող սյունեցիների համախմբմանը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև հայրենիք և սփյուռք կապերի ամրապնդմանն ու ուժեղացմանը։ Այստեղ մենք դիտողի դերում մնալ չենք կարող, մենք մեր նախաձեռնողականությունն ենք ցուցաբերել հավաքվելու, կազմակերպելու կոնֆերանսը եւ հետեւաբար շնորհավորում եմ բոլորիդ Դավիթ Բեկ հասարակական միջռեգիոնալ կազմակերպության կայացման արդիվ Ելույթ ունեցողները համոզված էին, որ կազմակերպության ստեղծումը անհրաժեշտություն է, նույնիսկ ուշացած։ Բանախոսները կարևորում էին հատկապես այն աշխատանքը, որը կատարվել է նախաձեռնող խմբի կողմից։ Կառույցի ստեղծմանը գործում մասնակցություն է ունեցել մեր հայրենակից Կապանի Ջանշին ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Կարապետյանը, որը համալրել է Դավիթ Բեկ միջռեգիոնալ կազմակերպության վերստուգող հանձնախմբի կազմը։ Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, հատկապես հիմնադիր համագումարի մասնակիցները, կարևորում էին հանգամանքը, որ կառույցի ստեղծումը նախաձեռնել է մեր հայրենակից Գագիկ Մելքոնյանը։ Իդեպ Գագիկ Մելքոնյանն ընտրվել է կազմակերպության ղեկավար, ավելի պարզ Դավիթ Բեկ միջռեգիոնալ կազմակերպության նախագահ։ Ընտրվել է նաև կոլեգա Մարմին վարչություն և վարչության նախագահ։ Կառաջարկություն избрать Мелькомяна Гагика Азатовича президентом МЭО Давид Бек на следующий 5-летний срок. Պատահական չէ, որ առավել կարևորվել է կազմակերպության նախագահի դերը։ Նրան բնորոշում են որպես մարդու, որը իր ապրած կյանքով կարողացել է իսկապես խոսքը գործ դարձնել և ներկաները չէին կասկածում, որ եթե նա նպատակադրվել է հերթական կառույց ստեղծել, ապա այս ծրագիրը ևս իրականություն է դառնալու։ Հիմնադիր համագումարին մասնակցել և իր ողջույնի խոսքն է հղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի ելույթի տեսագրության ամբողջական ցուցադրումը հնարավոր չէ նկարահանման տեխնիկական խոտանի պատճառով։ Նախ ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ բոլորիդ Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քանզի այդ դժվարին ճանապարհը անցնելու ձեզանից յուրաքանչյուրը վայր հայրենիքում, թե սփյուռքում իր լուման է ունեցել։ Իսկ սյունեցիները այդ դժվար ճանապարհին ամենամեծ բեռն են վերցրել իրենց ուսերին եւ կարծում եմ այսօր բոլոր սյունեցիները հպարտանալու առիթ ունեն։ Առաջինը պատերազմի հաղթանակների, պետության կայացման, անկախության ստեղծման եւ ամենակարևորը հայոց ազգային բանակի ստեղծման գործում։ Կազմակերպության պատասխանատուների պնդման բառացիկայում իրենք ավարտելով կազմակերպական հարցերի լուծումը առարկայական քայլերով վերահաստատելու են իրենց գործում ներկայությունը Սյունիքում։ Իդեպ Դավիթ Բեկ միջռեգիոնալ կազմակերպությունը զերծ է մնալու քաղաքական կամակատար լինելու գաղափարից եւ անելու է հնարավորը հայրենիքի եւ հատկապես Սյունիքի զարգացման համար։ Вам всем желаю духовного, материального изобилия.
Զինկոմիսարիատը մշտապես կարևորել է ռազմահայրենասիրական ձեռնարկների իրականացումը։ Հերթական նմանատիպ ծրագիրը այսօր կայացել է Կապանի համար 1 հիմնական դպրոցում։ Մենք այս պետության պատասխանատուներս չպետք է թույլ տանք, որ անկախությունը, ազատությունը, հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Սրանք Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են։ Քմերորյա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզված է, մեզ պետք են իսկական հայասպետներ, քանզի միայն նրանք իրենց մտքի հզորությամբ, ֆիզիկական ուժով եւ բարոյական ազնվությամբ կարող են շարունակել մեր ազգային անցյալի հերոսական ավանդները։ Սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բոլոր ժամանակներում էլ առաջնային տեղում է եղել։ Այսօր էլ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են հայրենասիրական դաստիարակությանը։ Հերթական ռազմահայրենասիրական երգի մրցույթ փառատոնի տեսքով կազմակերպել էր Կապանի զինկոմիսարիատը, որին մասնակցեցին Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների աշակերտները։ Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին։ Յուրաքանչյուր դպրոց հանդես եկավ հայրենասիրական երգով, իսկ հանձնախումբը գնահատեց այն։ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը շատ է կարևորում նմանատիպ հանդիպումները։ Հայրենիքները ապրում են հայրենասիրությամբ եւ ընկնում են նրա պակասի պատճառով։ Մեր այսօրվա միջոցառումը ավելի շատ պետք էր մեր հայրենասիրությունը այստեղ ցուցադրելու համար։ Մեր աշխատանքով մենք պետք է ավելի շատ ցուցադրեինք մեր նվիրվածությունը հայրենիքի հանդեպ։ Եվ այս փառատոնը, երգի մրցույթ փառատոնը հենց դրա համար է կազմակերպված, որովհետև վերջին ժամանակները ցավալի է, բայց փաստ հեռուստատեսությունները շատ են խոսում մեր հայրենիքում եւ մեր բանակում գտնվող արատավոր երևույթների մասին։ Սա հենց գալիս է հայրենասիրության պակասությունից։ Այսինքն, այն երիտասարդները, այն երեխաները, եթե իրենք ճիշտ չեն վարվում հայրենիքի հանդեպ, դրա մեղավորները նրանք չեն։ Դրա մեղավորները մենք ենք, այն միջին սերունդը, ովքեր ճիշտ չեն դաստիարակում երեխաներին։ Հետևաբար, հենց այս մտքից էլ ծագում է հասարակական դաստիարակությունը եւ ընդհանրապես դաստիարակությունը եւ կրթությունը եւ նրանց զարգացվածության մակարդակը։ Լսելով բոլոր դպրոցների կատարումները, ժյուրիի նախագահը ներկայացրեց արդյունքները։ Մենք դիտեցինք երեխաների երաժշտական լսողության ընդունակությունը, նրանց կատարողականը, բեմում նրանց պահելաձևը, նրանց արտիստական շարժումները, ամեն ինչը մենք հաշվի առանք։ Հաշվի առանք նաև, որ նրանք երգեցին տարբեր թեմաներով, ոմանք բանակի, ոմանք մայրերի, երգ կար, որ անմիջապես վերաբերվում էր հենց իր բնորանի, իր գյուղին, սրանք էլ հարկավոր է նկատել։ Կապանի զինկոմիսարիատը պատվոգրեր եւ նվերներ էր պատրաստել առաջին 3 տեղգրաված մասնակիցների համար։ Նշենք, որ առաջին տեղգրավեց Կապանի համար 9 ավագ դպրոցը, երկրորդ տեղում հայտնվեց Սյունիքի, երրորդ տեղում Աճանանի գյուղական դպրոցները։ Շնորհակալագրերի արժանացան Կապանի համար 3 հատուկ կրթահամալիրը, համար 3 եւ 6 դպրոցները։ Առավել աչքի ընկնող երգերից էր նաեւ Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցի ներկայացրած Դավիթ Բեք երգը, որը ծնվել է Խրամատում։ Այդուհանդերձ հերթական ձեռնարկը ևս իրականություն դարձավ։ Տեխնոլոգիագործի մասնագիտությանը առավել շատ առնչվել ենք դասական հեքիաթների կամ պատմությունների ընթերցման ժամանակ, սակայն դա ոչ թե անցյալի, որքան էլ զարմանալի թվա, այլ առավելապես ապագայի մասնագիտություն է։ Շերի բիզնեսն, ուզում եք նայել ծխալքատար ուղիների մաքրությունը Սիգարետի համար։ Չէ։ Ռամեցեք։ Տեխնոլոգիագործական մասնագիտացված սերվիսի Կապան Քաջարյան տեղամասի աշխատակիցներն են, ավելի ճիշտ տեղամասի պետն ու միակ աշխատողը, ովքեր իրենց հերթական այցն են կատարում բնակարաններ։
Սովորությամբ աշխատող մեկ տեխնոլոգիի հաստիկ են տվել, բայց խոստանում են վերադասի կողմից խոստանում են, որ առաջիկայում հունվարից երևի հունվարից հետո այդ տարի վերջանում է արդեն հունվարից աշխատողներ կտան եւ ավելի աշխատանքները դյուրին կընթանա։ Ընկերությունը որպես առանձին կառույց գործում է 2010 թվականի հունվարի 15-ից եւ սպասարկում է Կապանի ու Քաջարանի 5 եւ 9 հարկանի բազմաբնակարան շենքերը։ Ունի գործառույթներ, որոնք բացի իրենցից որևէ կառույց չի իրականացնում։ Բազմաբնակարան շենքերի, սկսանդակալնի 5 հարկանի շենքերը եւ 9 հարկանի շենքերը, նայել ծխաօթատար ուղիները, ստուգել, մաքրել տարեկան 1 անգամ։ Նոր գազաֆիկացվող բնակարանները արդեն մենք ներկայանում ենք տվյալ բնակարանը, նայում ենք դիրքին, որտեղ համար տվյալ գազի օջախը, ջրատաքացուցիչը կամ մեթեչը վառարանը, ջրոցման կացան եւ այլն, որտեղ է դրվելու քաղաքացի կողմից իմանում ենք, նոր մենք տալիս ենք մեր հանրականը, որտեղ կարելի է եւ որտեղ չի կարելի։ Կարելի այն տեղերում է, երբ արդեն ծխատար ուղի ունեցող շենքերում, մինչև 5 հարկանի շենքերում մենք ապահովում ենք 1 ծխատարով 1 եւ 2 գազի սարք, դա կլինի վառարան եւ ջրատաքացուցիչ միացնելու մեկտեղ։ Ընդ որում մեկը մյուսից մոտորապես 45-ից 50 սանտիմետր հեռավորության վրա։ Եվ դա մաքրությունն ենք ստուգում, կատարում է ծխնելոզագործի միջոցով կատարում է մաքրություն, նոր միայն տալիս ենք տեխնիկական թույլատվություն, 1 տարի ժամկետով։ Աշխատանքով ծանրաբեռնում են հատկապես ջեռուցման շրջանի նախաշեմին եւ ամբողջ ընթացքում, եւ պատասխանատվությունն է մեծանում, եւ կանչերի թիվն է ավելանում։ Ջեռուցման սեզոնը ավելի նպատակասլաց է, ջեռուցման սեզոնում մենք ավելի կարողանանք մեր աշխատանքները ավելի արագացվի, որտեղ կանչերը շատանում են, ամառ ժամանակ դե իհարկե վառարան չեն տեղադրում մարդիկ, ջրատաքացուցիչը կարող է ընդամենը ամսվա ընթացքում լինի 10 կանչ կամ բողոք էջի կողմից, բայց այսօր արդեն դա կանչերը դառնում է հասնում է մինչև 50-ի, որովհետեւ ջեռուցման սեզոն նախաշեմին է գտնվում, դրա համար էլ արդեն մեծանում մեր աշխատանքի չափորոշիչները, ժամանակի չափորոշիչները մենք էլ պետք է կարողանանք տեղավորենք, որպեսզի կարողանանք կատարել այդ աշխատանքները։ Ընկերությունը սերտ համագործակցում է Սյունիքի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի եւ AEG սերվիսի հետ։ Խնդիրներ իհարկե ունենում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով կարողանում են հարթել իրավիճակը եւ հաղթող դուրս գալ։ Պարտաճանաչ կապաբնակիչներ կան եւ որ անդադար խոչընդոտ է հանդիսանում, մեզ հետ արդեն կարելի ասել լեզվակռիվ են տալիս, որ չէ, ես սենց եմ ցանկանում վերանորոգել եմ բնակարան, չեմ ուզում անցքը բացել մյուս տեղով, երբ ասում եմ պետք է անցք բացի, իրանք այդպես բան են, բայց իհարկե կասեի, որ այդ կասեի, որ դա մեր աշխատանքներին այնքան չի խանգարում, մեր աշխատանքները ընթանում է դյուրին, մենակ խանգարում է մի բան, որ արդեն բնակիչները իրենց լոգարաններում պատրաստել են, չէ, առաստաղափակել են, մեր փաստորեն օդատար եւ ծխատար անցքերը չի երևում, երբ քաղաքացում մենք դիմում ենք, որ պետք է անպայման քանդվի, հանվի եւ նոր մենք տեսնենք, հետո էլի քաղաքացին պատճառաբանում է, որ չեմ կարող եւ այլն տենց նման բաներ է կատարում։ Կան հարցեր, որոնք այնուամենայնիվ լուծված չեն։ Խնդրահարույց են մասնավորապես այնպիսի շենքերը, որոնց ծխաօթատարողիները այս կամ այն պատճառով հայտնվել են տանիքի տակ, ինչը խստիվ արգելվում է։ Կան նաև շենքեր, որոնք ընդհանրապես ծխատար չունեն, եւ որպես այդպիսին բնակիչն օգտագործում է օդատարողին, դա նույնպես անթույլատրելի է։ Բացառությամբ փակ խցով աշխատող գազասարքերի դեպքի, այդ թվում ջեռուցման կաթսաներ, տուրբովառարաններ կամ ջրատաքացուցիչներ, կա սահմանված գումար, որը վճարելուց հետո ծխնելուզագործների այցը բնակարաններ անվճար է։ Առաջնային ժամանակ, երբ գազաֆիկացում է բնակարանը, այո կա, ստանդարտ գինը 6000 դրամ մուծում է Արչինի մեզ բանկում, նոր հաշիվ ապրանքագիր ենք տալիս մենք, դրանից հետո տալիս ենք թույլատվության ակտ, պայմանագիր քաղաքացուն, ստորագրում է իր դիմումի որպես այդպիսին ստորագրում է, մենք էլ համատեղ ստորագրություն ենք տամ երկու օրինակից, մեկը տնում է քաղաքացուն, պայմանագիրը, ասենք թե հաշիվ ապրանքագիրը, լրիվ ակտը, թույլատվության ակտը, իսկ մյուսը մնում է մեզ մոտ։ Իսկ հերթական կանչերի ժամանակ դա սպասարկումներից այդ գումարները առաջանում, ոչ դա մենք բնակիչի հետ ոչ մի առնչություն չունենք գումարային հարցով, դա սպասարկման գումարներից մեզ աշխատավարձ են տալիս։
Որոշ մասնագիտական գործիքներ ունեն, բայց համալրելու կարիք կա։ Տեղամասի պետը լավատես է եւ վստահ է, որ առաջիկայում տեխնիկական բոլոր հարցերը լուծում կստանան։ Սյունիքի շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնը բազմաթիվ շահառուներ ունի, որոնց խնդիրների դասակարգումը ստիպում է հաշվի առնել բոլոր ոլորտներում առկա խնդիրները, սակայն դրանցում առանցքային են քաղաքաշինությանն առնչվող հարցերը։ Ուրբաթ շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնում անցկացվեց հերթական կլոր սեղան քննարկումը, որը նվիրված էր Կապանում առկա քաղաքաշինական խնդիրներին։ Կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանը նախ սկսեց բացման խոսքով, ապա ներկայացրեց կենտրոնին հայտնի քաղաքաշինական հիմնախնդիրները եւ բնակչությունից ստացված դիմումների բովանդակությունը։ Մենք տեղեկություններ ենք ստանում, որ մանկական զբոսայգու տարածքում կառուցապատման իրավունքով որոշ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տարածքներ են տրամադրվում։ Առաջին խնդիրը դա է, որ փորձում ենք հասկանալ ինչ է կատարվում։ Երկրորդ խնդիրը վերաբերում է այս շուկայի դիմաց գործող տարիներ շարունակ կույրավեքի, պատկերավոր ասած կույրավեքի նմանվող այդ խանութների շարքին։ Քննարկմանը մասնակցում էին քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ եւ Սյունիքի մարզպետարանից եւ Կապանի քաղաքապետարանից։ Լսել ենք, մենք էլ ենք լսել ձեր ասածի պես եւ ստացել փաստաթղթին ստացված փաստաթղթերին համապատասխան ընթացք է տրվել կասեցման նպատակով եւ կասեցվել անգամ ինչ-որ սուբյեկտի շինարարության թույլտվություն տալու վերաբերյալ խնդիր ա եղել եւ հարցը կասեցվել է։ Պետք է ասեմ, որ կառուցապատման նպատակով Վազգեն Սարգսյանի անուն պուրակում ես ամենայն դեպս նույն քաղաքի բնակիչ լինելով պետք է հայտարարեմ, որ կառուցապատման տակ տրամադրող տարածք չեն տեսնում։ Ինչ վերաբերում է նրան, որ Ունան Ավետիսյան մեկ շենքի դիմաց գետի ձախակնի հատվածում մոտ 10 տարի առաջվա, ասենք 10 չէ, երևի 7-8 տարի առաջ 2002-2004 թվականներին իրականացված այդ Խայտաբղետ կառուցապատմանը մոտ մի տարուկես 2 տարի է այդ ուղղությամբ աշխատանք տարում է եւ ներկայիս քաղաքապետի պարոն Աթայանի եւ մարզպետի աջակցությամբ այդ աշխատանքները սկսել ենք տեղից շարժել։ Այն, որ ոլորտը վերահսկվում է կասկածից վեր է, իսկ նմանատիպ հասարակական քննարկումները նպաստում են ծագած խնդիրների արագ կարգավորմանն ու լուծմանը։ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում վերջին շրջանում արձանագրվել է գործունեության դինամիկ աճ։ Պատճառը տնօրենի փոփոխությունն է, որը փորձ է անում ապացուցել, որ կազմակերպությունը ամենևին մեռելած ինչ է։ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի կազմակերպած շախմատի առաջնությունը ուրբաթ հատեց եզրագիծը։ Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին 32 տղաներ եւ աղջիկներ 2 տարիքային խմբով, մինչև 12 եւ 12-ից բարձր։ Օրվա երկրորդ կեսին կենտրոնի տնօրեն Սամվել Գաբրիելյանը ամփոփեց արդյունքները եւ շնորհավորեց հաղթողներին։ 3 տեղ գրավողները, 2 խմբերի սաները կարգեվատրեն պատվոգրերով եւ նվերներով։ Ինչպես նաեւ մնացած բոլոր մասնակիցները դրանից հետո կպարգևատրվեն նվերներով World Vision կազմակերպության կողմից տրամադրված, որի համար շնորհակալություն ենք հայտնում այդ կազմակերպությանը աջակցելու մեր այս առաջնությանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, ցանկանում եմ մեծամեծ հաջողություններ, ավելի մեծ առաջնությունների մասնակցեք, հասնեք մինչև միջազգային մրցաշարեր համաշխարհային չեմպիոններ դառնանք։ Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղ գրաված տղաներն ու միակ աղջիկը արժանացան պատվոգրի ու նվերների, իսկ մյուս բոլոր մասնակիցները World կողմից արժանացան նվերների։ Երեխաներից ոմանց համար շախմատը առաջնային տեղ ունի, ուրիշները պարզապես սիրում են խաղալ։ Բոլոր մրցակիցները ծեր ուժեղեր, որը լավ են խաղում, ես գոհ եմ։ Ես 11-ից 8.5 հաղթել եմ, մնացածը պարտվել եմ, մեկը մի քիչ ուշացել եմ, չեմ կարողացել, հայրիկը շախմատ էր խաղում, ես էլ եմ ուզում շախմատ խաղամ, ու տենց կշարունակեմ մինչև վերջ։ Խաղը շատ դժվար էր, բայց մրցաշարը ամբողջովին ընդգրկում էր ուժեղ աշակերտներ, խաղացողներ, բայց շատ պարապելու արդյունքում ես հաղթեցի։ Շախմատ խաղը շատ եմ սիրում, բայց ավելի շատ փորձում եմ որպես սիրողական։
Ինչևէ առաջնույթ ներկայացավ եւ կարևորն այն է, որ բոլոր մասնակիցներն էլ արժանացան պարգևների, սա եւս խթան է, որպեսզի առաջիկայում ավելի լավ պարապեն ու մասնակցեն համանման մրցումներին։ Արծվանիկի դպրոցի ընկերները խորը վշտով հայտնում են, որ կյանքից հեռացավ վաստակաշատ մանկավարժ Սիրուժ Պողոսի Բաղդասարյանը, ծնված 1923 թվականի հունվարի 1-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ավարտել է տեղի հայկական թիվ 89 միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտում։ 1949 թվականին ամուսնացել է Արծվանիկ գյուղի բնակիչ Արտավազդ Հարությունյանի Նազիմովի հետ։ Համապատասխան վերապատրաստում անցնելով անցել է մանկավարժական աշխատանքի։ 1951-57 թվականներին աշխատել է Կապանի Շրվենացի միջնակարգ դպրոցում որպես քիմիա կենսաբանության առարկաների ուսուցչուհի։ 1957 թվականից նույն աշխատանքը կատարել է Արծվանիկի միջնակարգ դպրոցում, որտեղից էլ անցել է կենսաթոշակի։ Նրա սաները ճանաչված են շրջանում հանրապետությունում որպես լավագույն մասնագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Նրա գրախոսությունները տպագրվել են շրջանային եւ մանկավարժական մամուլում։ Լավագույն աշխատանքի համար արժանացել է խրախուսանքների ու պարգևների, գերազանցիկ ուսուցչի, աշխատանքի առիության, սոցմրցութային հաղթողի, աշխատանքային վետերանի եւ այլ պարգևների։ Եթերում Խոստոպ հեռուստաընկերության Կապալուր լրատվական ծրագիրն էր, ծանոթացեք նաև եղանակի տեսությանը։ Մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր։